Ահա եկել են աթոռները, այս մոդելն է, նշված է, որ հատուկ հարմարացված է նստատեղին եւ հենակները մի թեթև կորություն ունեն։ Կարծում եմ կտորի տեքստուրան եւ գույնը կհամընկնի բազմոցի գույնի հետ։ Եվ ահա աթոռը, ավելի ճիշտ աթոռները, նրանք 4-ն են, մեզ այդքան է հարկավոր։ Ինչպես տեսնում եք, տոնը 1 տոն բաց է, սա ավելի բեժին խփող գույն է, իսկ մյուսը մոխրագույնին խփող բեժ է, բայց շատ չնչին է տարբերությունը։ Իսկ կտորի տեքստուրան նույնն է, ահա այսպես։ Բարձր այստեղ բազմոցի եւ տեսեք, գրեթե նույն գույնն է, ուղղակի աթոռը ավելի տաք երանգի մեջ է, բայց կտորի տեքստուրան լրիվ նույնն է։ Ահա այսպիսի բազիկ կլասիկ աթոռ, այսպիսին է մոդելը, մի փոքր կորություն ունի հենակի մասը, որը ավելի հարմարավետ է նստելիս։ Այս տակի հատվածը նույնպես կա այդ կտորից, մաքրվող է ավելի, քան վրայինը տեքստիլ է, բայց այս եզրերին ու հետևի հենակի մասը արդեն խոնավ շորով հնարավոր է մաքրել։ Ընդհանուր առմամբ նորմալ է, համընկնում են գրեթե գույները, մի տոն է բաց աթոռի գույնը բազմոցից։ Ահա այսպիսի տեսք ունի ընդհանուր առմամբ, հազիվ 3 աթոռները տեղավորեցվի։ Կարծես վատ չի նայվում, ընդհանուր առմամբ նորմալ է, հանգիստ գույների մեջ, հանգիստ անկյուն է ստեղծվել, որտեղ կարելի է հանգստանալ, մի գավաթ սուրճ խմել, հանգիստ տաք միջավայրում։ Իսկ սա էլ արդեն վարակույրներն է, որ կկախեմ, դարձյալ միատոն, ինչպես ես ուզում եմ ու նախընտրում եմ, ընդհանուր առմամբ ինտերիերը կլինի բեժ երանգի ու սպիտակի մեջ, ինչպես նախատեսել էի։ Սա էլ ենք արծաթագույն վերցրել, ընդհանուր առմամբ օղակների հետ միասին լավ կստացվի, մետաղական գույնը համընկնում է։ Հենց կախեմ ցույց կտամ կախված վիճակում ինչ տեսք կունենա, սովորական տեսք կունենա բնականաբար, ամենասովորական տեսքը, բայց այնուհանդերձ ցույց կտամ։ Այսպիսին է կախված վիճակում այս վարակույրները վերջնական տեսքով, առանձնահատուկ որևիցե բան չկա, միատոն բեժային երանգի մեջ վարակույրներ են, ինձ հենց այս գույնն էր հարկավոր, այսքանը։ Ահա գնել եմ նաև այս ծածկոցը եւ այս բարձերը սազեցին հենց այս ծածկոցի հետ, գունային գամման գրեթե համընկավ, բեժային բաց կատնագույնին խփող գունային գամմա է։ Շատ եմ սիրում, երբ ծածկոցներն ու վարակույրները միատոն են լինում, այդպես ավելի հանգիստ է ինտերիերը դառնում, աչքերին էլ է դա եւ ուղեղի գործունեությանը նպաստում, երբ ամեն ինչ միագույն է, ավելի կոմֆորտ ես քեզ զգում ու ճնշիչ չի լինում ինտերիերը։ Այդ իսկ պատճառով ես գերադասում եմ միագույն, միատոն տեքստիլ բնակարանային պայմաններում եւ հյուրանոցներում էլ, որքանով որ եղել ենք հյուրանոցներում, ամենտեղ միատոն է տեքստիլը, երբևիցե ինձ չի հանդիպել նախշազարդերով վարակույրներ կամ անկողնային պարագաներ, նույնը վերաբերվում է լվացարանում գտնվող տարաներին, բոլորը միագույն, միատոն, այդպես ավելի հանգիստ է ու կոմֆորտ, ճնշիչ չէ։ Խոսքս իհարկե վերաբերվում է այն ժամանակակից հյուրանոցներին, ոչ թե այն հնաոճ բոհոկական անտիկ ոճի հյուրանոցներին, որտեղ դեռևս գերիշխում է այդ բոհոկական ճնշիչ ոճը, բարխտային բորդոյ, մուգ կարմիր, այդպիսի երանգները, եթե միատոն, ես սիրում եմ բաց երանգներ ավելի, պոստելային գույներ, որ իսկապես կարողանաս հանգստանալ քո բնակարանում, այդպիսի տաք մեղմ երանգներ եմ սիրում միատոն տեքստիլի։
Գուպի աքսեսուարներն ենք ստացել, այս փափլիկ գուպի աքսեսուարներն ենք ստացել, հիմա տեսնենք ինչ կա ներսում, դե բացենք, վալա, կերամաննա ու տուալետը հոգալու կարիքների համար նախատեսված ամանելի տարա, ահա այսպիսի տեսք է ունենալու այս ամենը, այստեղ խոտն է լծվելու, այստեղ ջուրը, այստեղ կերը ու մյուս կերը, հիմա ցույց տամ գուպիի նոր բունը, ահա այսպիսի գուպին նոր բուն է ստացել, նոր բնակարան է ստացել գուպին, ահա այսպիսի մեծ շքեղ առանձնատուն ունի գուպին, սա է գուպիի նոր տունը, գուպին էլ է նոր տուն ստացել, բավականին մեծ է չափսերով, գոհես գուպի, գոհես, նոր տուն է ստացել, գոհես, այ դու շելդիկ նապաստակ, այ գնանք մտի բունը, այ, վախենում ես փակեմ քեզ, չի մտնում, վախենում է փակեմ, այսօր մցրել էինք թաթիկները արանքից հանում էր, ամեն կերպ ուզում էր փախուստի դիմել, չէ գուպի, չէ չարաճճի, ինչ ես ուզում, արի մտի բունը թլա, արի, չի մտնում էլ, չի մտնում, վախենում է փակեմ, ահա այսպիսի կերաման ունեցավ գուպի նապաստակը մեր, այստեղ կլցնենք խոտերը, այստեղ կերերի տեսակները, իսկ այստեղից էլ նա ջուր կխմի, այստեղից, այստեղ էլ իրա թեփ պետք է լցնենք, իրա տուալետը ինքը պետք է հոգա, կերերի տեսակները բազմազան են գուպիի, ահա սա, ամենաշատը սա է սիրում, սա հեսա վազևաս եկել է, տեսեք իրա կերերի հետևից, ինչ ես ուզում պուճուրիկ, արի ցածկի բնիկ մեջ, նոր բնիկ մեջ, նայեք, ոնց է քաշում, սպասի կտամ, եկեր, ու ինչ լավ է ուտում, վաղուց չէր կեր ես չոր կերից, այս քանի օրը ինքը միայն անձիվ է ուտում, չգիտեմ ինչի, հիվանդացել է երևի դրա համար, տարանք բժշկի ասեց իրա հետ ամեն ինչ նորմալ է, ուղղակի մի փոքր ստրես է տարել, դրա համար չի ուտում, մի քանի օր հաց չէր ուտում, ու մենք անհանգստանում էինք, չէ գուպի, ամեն ինչ քո հետ նորմալ է, չէ պուճուրիկս, հələ լցնեմ ստեղ քո կերը, տեսնեմ կուտես, դե արի կեր, վախենում է մոտենա, դեռ իրան անծանոթ է այս ամանը, արի գուպի, ինչ ես ուզում պուճուրիկս, հələ արի կեր տեսնեմ, զարմացել այս որտեղ եմ լցրել իրա կերը, լավ այդ մեկն ես ուզում, այդ մեկը կեր, սա այդ թեփն է, որ պետք է լցնեմ այստեղ իրա զուգարանում, ինքն էլ իմ հետ եկել է, որ ամեն ինչը օրգանիզե անի, չէ գուպի, այ պուճուրիկ, այ սիրունիկ, դե լավ, ես չխանգարեմ, սա է խոտի տեսականին գուպի, սովորաբար այս սրանից ենք առնում, մանր տեսակի խոտ է, իսկ սա ավելի խոշոր է ու վիտամիններով հարուստ խոտ է, այս անգամ սրանից վերցրեցինք, հիմա տարբերությունը տեսեք այս խոտի ու այս խոտի, դե կասեք խոտը խոտ է, բայց կա տարբերություն, թե գույնը, թե հոտը զգացվում է անմիջապես, սա երևի հենց հանդերից հավաքած խոտեր է, որովհետև մեջը ծաղիկներ էլ եմ ես նկատում, այս էլ սովորական արտերի, ուրեմն հիշեցի ակամայից այն ֆիլմը, որ ասում է հատուկ պայմաններ ենք ստեղծել մեր հորթերին, ոսկե հորթը չէ, այդպես է կոչվում այդ ֆիլմը, հիմա մենք հատուկ պայմաններ ենք ստեղծել մեր նապաստակի համար, չէ գուպի, չէ պուճուրիկ, հատուկ պայմաններ ենք ստեղծել քո համար, պաչիկ արեց, տեսակ ձեզ, բոլորիդ պաչիկ արեց գուպին, դե հիմա ես խոտը կլցնեմ այստեղ, թեփը այստեղ, հատուկ պայմաններ կստեղծեմ իմ նապաստակի համար, սա էլ իր նոր բունը, հուսով եմ, որ կհարմարվի այստեղ, բնակարան է ստացել, մտել է արդեն բնի մեջ գուպին, տեղավորվում է քիչ-քիչ ընտելանում, դուռը բաց եմ թողել, որ քիչ-քիչ սովորի,
Պուչուրիկ դեկեր։ Դեկեր շուտ արա։ Ինչի՞ չես ուտում։ Այ չարաճճի։ Փախավ։ Հիմա էլ եկել ես տեղ։ Ինչ ես ուզում։ Արի կեր կուպիկով գնացիր։ Արի։ Ահա այսպիսի տեսք ունեցավ վերջնական խոտը, թեփը, կերամանը, ջուրը։ Մնում է, որ գուպին ընտելանա այս նոր միջավայրում։ Հատուկ պայմաններում, ինչպես ճանաչված ֆիլմում, հատուկ պայմաններ ենք ստեղծել մեր նապաստակի համար, տվյալ դեպքում։ Արի դες տեղա քո ամեն ինչա, պիտի գաս տեղ գուպի։ Դե մտի։ Դեռևս փորձում է ընտելանալ, հոպլա, ահա, իմ խելացի նապաստակ, ընտելացի, պուչուրիկս, ընտելացի։ Ահա, այսպես, ինքը իրա կամքով մտավ, չի սիրում, որ իրան ստիպում ենք, բռնի ձևով ենք մի բան անում, դե մենք էլ բնականաբար չենք ճնշում ու չենք գործադրում նրա վրա, թողել ենք, որ քիչ-քիչ ընտելանա իր բնին։ 4 բոլորդ կեղտոտել ես գուպի։ Գիտես չէ, որ քո իրերն են քեզ են պատկանում այս ամենը, գիտես դու, ես գիտեմ, որ դու գիտես, բայց այստեղ լցրել եմ, դե արի կեր, արի, ոչինչ, քիչ-քիչ, ընտելանակ, սովորի, նոր պայմաններին, այ պուջուրիկ, այ սիրունիկ, այ պստելիկ, դե թրի, հոպ, արի, վազի, մի կրծի, փայտն ես ուտում խոտի փուխարեն, հոդու, արի, ուրա քո գորգը, գուպին հատուկ գորգ ենք առել ծղոտից, որ չկարողանա կրծի ուտի, որովհետև ծղոտից խաղալիքներ ուներ, կրծել էր։ Ահա, այսպիսի ծղոտից գորգ է, որը նա չի կարող կրծել, պառկում է վրեն, որ փորիկը չսաղի հատակին, եւ այս մասերով կարող ենք անգամ ֆիքսել, այս լիպուշկաները բացել ու կպցնել հատակին, բայց քանի որ ինքը մշտական միտեղ չի մնում, այդ իսկ պատճառով մեր դեպքում շարժական է այս գորգը։ Այսպիսի պայմաններ գուպի, մարդը մարդու համար չեն ստեղծի, ես ու Անին քո համար ստեղծել ենք, դե արի մտի բունդ շուտ արա, խոտերդ կեր, ինչ անուշ է բուրում, սարերի ուրցի հոտ եմ առնում, այդքան անուշ հոտ ունի այս խոտի տեսակը, ովքեր պահում են նապաստակ, միանշանակ խորհուրդ կտանք այս խոտը, գնել ենք Ամազոնից, չէ Անի, արժե 10 եվրո սա, իսկ այն մյուս տեսակը Օշանից ենք գնել, եթե չեմ սխալվում 4 եվրո է, չէ, այդ կարգի է այդ գների սահմաններում, բայց միանշանակ սա խորհուրդ կտամ, որովհետև շատ անուշ սարերի հոտ է բուրում ու վիտամիններով հարուստ է գրված է վրան։ Խալիներդ փհած քեզ ենք սպասում գուպի, դու դեռ ընտելանում ես փաստորեն, կամաց ընտելանում ես, դե արի գորգիդ վրա պարկի, արի իմ լսող նապաստակ, արի ստեղ, արի գորգիդ վրա պարկի, արի չարաճճի։ Ուզում եմ ցույց տալ գուպիի բժշկի նշանակումները, ինչ է նշանակել գուպիին բժիշկը, առաջին հերթին այս փոշի կերը, քանի որ մի քանի օր էր 4 կեր չէր ուտում եւ ասեց անպայման պետք է կերակրեք սպրիչով, ուրեմն բացում ենք այս 4 կերը գոլից մի փոքր տաք ջրով, օրը 3 անգամ 4-ից 5 միլիգրամ պետք է ուտի, սպրիչները գնել ենք, ահա այսպիսին է, հատուկ կերակրման համար, դանդաղ եւ ավելի արագ, բնականաբար սա այս լայնը ավելի արագ է կերակրում, սա ավելի շատ ես կասեի ջուր խմեցնելու համար է, քան կերակրելու, որովհետև
ինչքան է փոշին բացում ես, համենայն դեպս հեղուկ չի, պյուրեի նման է եւ սրանով չստացվեց կերակրել, սրանով ենք կերակրել։ Ահա այդ սպրիչները, որպեսզի պատկերացնեք։ Դե սա արդեն կոնկրետ սա ֆիբրեպլեքսը նույնպես ներարկիչով է, ուրեմն պրոբիոտիկներով հարուստ ինյեկցիոն տարբերակ է օրալ, այսինքն պետք է խմացնելու նման ներարկել նրա ըմպանի բերանի խոհոչի մեջ, մի քիչ հակառակվում է, դժվարանում ենք, բայց համենայն դեպս ստացվում է, դժվար է, բայց հնարավոր է, պյուրեն էլ հազիվ ենք ուտացնում ներարկիչով, բայց ուտում եմ։ Դե սա արդեն կաթիլներն է քթի եւ աչքերի համար, մաքրում ենք, սա ուրեմն իր հիգիենայի համար է, թաթիկների, ոտիկների մասն ենք սպրեյա փրփուրի տեսքով փչում ենք, տրորում ենք եւ անտիսեպտիկ է, ախտահանում է։ Իսկ որպես դեղամիջոց անտիսեպտիկ վերքերի համար այս սա է, մանավանդ բերանի շրջանում գերպեսի նման, երբ կարմրում է այդ հատվածը, սա ենք փչում, բոլոր կենդանիների համար է, մասնավորապես նապաստակների, շատ արդյունավետ էֆեկտիվ միջոց է, մենք գնել էինք սա մինչ բժշկի մոտ տանելը նրան, որտեվ բերանի մոտ կարմրած հատված կար, փչում էինք, այս երկու պրեպարատը արդեն մենք ունեինք։ Եվ նաև սա էլ էինք պատվիրել, բայց տարանք բժիշկը ներարկեց, մի հատ էլ իր մոտից գնեցինք, այս 3 պրեպարատները գնել ենք կրկին նրա մոտից։ Եվ այցը նապաստակի ու այս 3 դեղամիջոցը 100 եվրո արժե, այդ ընդհանուր առմամբ այդ ստանդարտային գինն է բոլոր կենդանիների համար, բայց նապաստակներ ամեն տեղ չէ, որ վերցնում են, ինքը մաքրեց աչքերը, քիթը, ներարկեց այս պրեպարատից, եղունգները կտրեց, պոչի հատվածը քարացած մազիկներ կային, այդ հատվածը մաքրեց, կարծես երկրորդ պոչն էր ձևավորվել, այնքան էր քարացել, մի խոսքով ահագին թեթևացրեց նապաստակին, շատ լավ էր զգում մեր նապաստակը նրա մոտ կատարած այցից հետո, ինքն էլ շատ բարի կենդանասեր բժիշկ էր, իսկապես սիրում էր իր մասնագիտությունը եւ սիրում էր կենդանիներ, շատ գրկեց, սիրեց մեր գուպիին, ասեց, որ շատ բարի նապաստակ ունեք։ Այս պահին էլ նա դեռևս իր հին բնի մեջ ուտում է անձիվ, 4 կեր դեռևս լավ չի ուտում, նոր լցրեցի, նոր ամանի մեջ չկերավ, սա էլ առավոտյան էի լցրել, չի կերել, անընդհատ այս անձիվից է ուտում, ինչքան տամ կուտի, առաջել էր ուտում, բայց օրը 2 անգամ առավոտյան եւ երեկոյան, բայց հիմա չգիտեմ ինչի հետ է կապված, անդադար ուտում է, ուզում է, խնդրում է, ձեռքս պաչում է, պաչպչում, համոզում, որ ես իրան անընդհատ տամ սրանից, դուրը գալիս է, որ մարդ հիվանդանում է, սիրտը մի բանա չէ քաշում, իր սիրտն էլ էս անձիվն է քաշում, անդադար ուզում է ուտի, անընդհատ։ Հայաստանում չկա այս բույսից, մի տեսակ մարոլի նման է, բայց կաղամբի նման կարծես, շատ համեղ է, դառնավուն է, նապաստակները փաստորեն սիրում են անձիվը, մենք գուգլեցինք եւ առաջի բանը, որ բերեց Google-ը, անձիվներ, խնձորել է սիրում, արդեն կերել է, տվել եմ խնձորը, հիմա անձիվն է ուտում, խնձոր տանձ, նույնպես սիրում է շատ մեր նապաստակը։ Այս սա է անձիվը, հատուկ հայաստանաբնակ հայրենակիցների համար եմ նկարում անձիվը, որովհետև գիտեմ չկա Ռուսաստանում ու Հայաստանում, այսպիսին է միջուկը։ Անձիվներով շատ համեղ աղցանի բաղադրատոմս ունի վլոգեր Ասյան, ընկույզով եւ խնձորով, այդ բաղադրատոմսով ես պատրաստել եմ աղցան, խորհուրդ կտամ նայեք դուք էլ պատրաստել, շատ համեղ է,